գործով 2025 թվականի սեպտեմբերի 24-ին դատավոր Մետիսյանը հրապարակել է հայտարարելով, որ մեղավոր է կանխում Միքայել Սրբազանի քրեական ինստիտուտի 422 մասով նախատեսված մեղադրանով։ Այնուհետև դատավոր հայտարարել է, որ խախտման միջոցը թողնում են նույնը, նույն սահմանափակումներով, որից հետո սահմանվել է լրացուցիչ դատավարություններ սեպտեմբերի 25-ի ժամը 10:30։ Դատավորը լրացուցիչ դատավարությունների օրը հայտարարելուց հետո հեռացել է դահլիճից առանց կողմերին հայտնելու, որ նրանք իրավունք ունեն մինչև հաջորդ դատական նիստը դատան ներկայացնելու միջնորդություններ։ Գտնում եմ, որ դատավոր Արմեն Մետիսյանը պետք է ազատվի այս իրական վարակը մասնակցելուց հետևյալ պատճառաբանությամբ։ Բացառիկ հայտնելու իրավունք այս փուլում իրական դատավարության լուսիկի 64-րդ մասի կանոնակարգումների համաձայն բացառիկ հայտնի դարձել սեպտեմբերի 24-ի նիստից հետո, հետևաբար իրավունք ունեն դատավորի բացառիկ այս փուլում։ Դատավորի կողմից պարտված նորմա։ Դատական օրենսգրքի 78-րդ մասի 3-րդ դաշնությունների համաձայն, որոնք չեն ներդրում, եւ 75-րդ կետի առաջին մասի համաձայն դատավորը պարտավոր է բացառիկ հայտնել, եթե նրա գործողությունները նման ինքեր են ստեղծում։ Դատավորը խախտել է պետական դատավարության օրենսգրքի 344-րդ մասի հայտարարում, որ վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատավարություններով առաջին դատական նիստի տարին ամիսը օրը եւ ժամը, ինչպես նաեւ կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սուրբ օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ինքնակապացույցի վերաբերյալ։ Դատավորը վերդիկտը հրապարակելուց հետո սահմանելով լրացուցիչ դատավարությունների տարին ամիսը օրը եւ ժամը չի հայտնել կողմերին, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ նույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ինքնակապացույցի վերաբերյալ։ Օրենսգիրը այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն եւ ոչ թե հայցողական հրաժարություն։ Հարց է ծագում. ինչու է դատավորը ակնհայտորեն խախտում օրենքի բանները։ Ինչու՞։ Ինչ է նրանից գնում հետևելու օրենքի պատվիրանին եւ պաշտպանության կողմին հայտնելու նրա իրավունքների իրագործման մասին։ Եթե դատավորը դեկlarել այն ենթադրությամբ, որ Միքայել Սրբազանի պաշտպանները գիտեն օրենքի այդ բանը, հետեւաբար կարիք չկա իմացածի մասին հայտնելու, ապա դառնում են ենթադրությունը, քանի որ օրենսգիրն այս գործողությունը կատարելու տեսակետից խտրություն չի դնում պաշտպան ունեցող կողմի եւ պաշտպան չունեցող կողմի միջեւ։ Մեր համոզմամբ այս խախտումը կարող է դրսևորվել երկու դեպքում։ Առաջին, եթե դատավորը կողմերից չէ, կամ երկրորդ դատավորն ունի խնդրական վերաբերմունք։ Մենք հակված ենք պնդելու, որ դատավորն ունի խնդրական վերաբերմունք Միքայել Սրբազանի նկատմամբ, ինչը դրսևորվել է նաեւ իր նախորդ տարբեր խախտումներով, սկսած գործնասննդատության շուկայելու, կալանքի ժամկետների երկարաձգելու, որոշման մեջ կիրճ տվյալներ ներառնելու գործողություններից վերջացած այսքան խախտումով։ Դեկlarելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70 հոդվածով եւ քրեական դատավարության օրենսգրքի 40 հոդվածով Երևան քաղաքի առաջացան ինքնավստահ քրեական դատավարության Մետիսյանը հայտնի բացել է։ Պատվժան դատարան, իրոք հարցածավալ, ինչու է դուք նման խախտումներ կատարում։ Անկեղծ ասած չեն կարող պատկերացնել։ Սերը սպիտակի վրա գրված է քրեական դատավարության օրենսգրքի մեջ։ Վերդիկտը հայտարարելուց հետո կողմին հայտնում է։ Դուք հայտարարեցիք վերդիկտի մասին ու արագ հեռացաք։ Մենք ուզում ենք հասկանալ, ինչն է, ինչ նախագիծ է։ Ինչու չեք ուզում Միքայել Սրբազանի ժողովրդական լեզվով ասած արևի չի։ Ինչ նախագիծ, ինչու դա մեր վրա չի տարածվում։ Ինչու դատավորական նորմերը մեր համար չեն աշխատում։ Ո՞րն է պատճառը։ Առավելևս դուք գիտեք, որ սա զգայուն քրեական գործ է եւ բոլորի ուշադրության կենտրոնում է, դա միշտ է ձեզ ստիպում նման խախտումներ։ Եվ մենք այս պայմաններում հակված ենք ընդդելու, որ դուք